Շարունակենք մեր զրույցը Սուրբ Հաղորդության մասին, օգտվելով Զաքարիա Վարդապետ Բաղոմյանի 100 հարց Սուրբ Հաղորդության մասին գրքույկից։ Ինչու կաթոլիկները Սուրբ Հաղորդություն չեն տալիս մանուկներին։ Նրանք պնդում են, որ դեռ գիտակցություն չունեցող մանուկների դեպքում անհրաժեշտություն չկա Սուրբ Հաղորդություն տալու, քանզի այդպիսիներն արդեն իսկ ապրում են Աստծո շնորհի ներքո։ Սուրբ Հաղորդությունը մեր հոգուս ծնունդն է, առանց որի չի կարող ապրել քրիստոնյան։ Դրա կանիքն ունեն բոլորը, մանուկից մինչև ծեր։ Հետևաբար անիմաստ է զրկել մանուկներին Սուրբ Հաղորդությունից, քանզի որևէ լուրջ պատճառ չկա, եթե ընդունում ենք մանկամկրտությունը, ապա նույն ձևով պետք է ընդունենք նաև նրանց Սուրբ Հաղորդություն տալը։ Հիսուս իր մարմինն ու արյունը ճաշակելու համար տարիքային սահմանափակում չսահմանեց, ընդհակառակը հորդորեց նմանվել հենց մանուկներին, թույլ տվեք մանուկներին և մի արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, քանզի այդպիսիներինն է երկնքի արքայությունը։ Ինչու է կաթոլիկ եկեղեցին հավատացյալներին միայն մեկ տեսակով հաղորդում։ Դարերի ընթացքում լատին և ուղղափառ եկեղեցիների միջև մշտապես վեճի առարկա եղել հավատացյալներին մեկ կամ երկու տեսակով Սուրբ Հաղորդություն բաշխելու խնդիրը։ Այստեղ մեկ տեսակ, երկու տեսակ ինչի մասին է խոսքը, որ հասկանանք։ Ուրեմն մեկը մարմինն է Քրիստոսի, մյուսը արյունն է Քրիստոսի, մեկ տեսակ նշանակում է դրանցից մենակ մեկը տալ, հա, իսկ երկու տեսակ, որ մարմինն ու արյունը միասին ենք տալիս։ Հիմա կաթոլիկները միայն Քրիստոսի մարմինն են տալիս հավատացյալներին, արյունը չեն տալիս, արյունը միայն հոգևորականներն են ընդունում։ Մեր պարագային մենք տալիս ենք Քրիստոսի մարմինն ու արյունը, այսինքն Քրիստոսի մարմինը, նշխարը, օրհնված, թաթախված Քրիստոսի արյան, օրհնված գինու մեջ։ Հա, այդպես ենք մենք տալիս, այսինքն մենք տալիս ենք երկուսը, մարմինն ու արյունը։ Կաթոլիկները միայն մեկն են տալիս։ Դարերի ընթացքում լատին և ուղղափառ եկեղեցիների միջև մշտապես վեճի առարկա եղել հավատացյալներին մեկ կամ երկու տեսակով Սուրբ Հաղորդություն բաշխելու խնդիրը։ Եթե կաթոլիկ եկեղեցին հավատացյալներին հաղորդում է միայն հացով և գինին վերապահում է հոգևորականներին, ապա ուղղափառ եկեղեցիներում, որոնց թվում նաև հայոց եկեղեցում, հավատացյալները հաղորդվում են միասնաբար հացով և գինով։ Վաղ եկեղեցու գործնական ծիսական կյանքում տարածված էր երկու տեսակով Սուրբ Հաղորդություն տալը, բայց օրինակ հիվանդներին, բանտարկյալներին և եկեղեցուց հեռու գտնվողներին Սուրբ Հաղորդություն էր տրվում միայն հացով։ Սուրբ Բարսեղ Կեսարիցին խոսում է անապատի ճգնավորների մասին, որոնք հաղորդվում էին միայն հացով, քանզի նման տեղերում դժվար էր գինի պահելը։ Սա նշանակում է, որ դեռևս առաքելական շրջանից ընդհանրական եկեղեցում կենցաղավարել է հաղորդվելու երկու ձևն էլ, սակայն ժամանակի ընթացքում արևմուտքում արմատավորվում է միայն մեկ տեսակով հաղորդվելու ավանդույթը։ Կաթոլիկներն իրենց դիրքորոշումը բացատրում են նաև մի շարք պատճառներով, օրինակ, գուցե պատահմամբ գինին, Տիրոջ արյունը գետնին թափվի, որոշ մարդկանց հակացուցված է գինի օգտագործելը, գինու պակասությունը և այլն։ Ծիսական այս ավանդույթի աստվածաբանական հիմնավորումն այն է, Հիսուսն իր ամբողջությամբ ներկա է ամեն մի ձևի մեջ, հետևաբար տարբերություն չկա, թե ինչ տեսակով կհաղորդվես։ 1562 թվականին Տրիդենտյան ժողովը հատուկ որոշում սահմանեց,
որ մեկ տեսակով հաղորդվելը բավարար է փրկության համար, սա կաթոլիկ ժողովի մասին է խոսքը, եւ նզովեց բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում հաղորդվելու լատինական ծեսը։ Խնդիրը արծարծվել էր նաեւ 1962-1965 թվականներին Վատիկանի երկրորդ ժողովում, երկրորդ գլուխ կանոն 55, որը չնայած վերահաստատեց այս հարցում Տրիտենտյան ժողովում ընդունված տեսակետը, բայց որոշ դեպքերում եպիսկոպոսի թույլտվությամբ արտոնեց նաև երկու տեսակով հաղորդվելը։ Մեր եկեղեցին այս հարցում հավատարիմ է մնացել ծիսական նախնական ավանդույթին եւ իր հավատացյալներին հաղորդում է սրբագործված հացով եւ գինով, քանզի շատ հստակ ունենք Տիրոջ պատվերը, խմեցեք դրանից բոլորդ։ Եթե չուտեք մարդու որդու մարմինը եւ չմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Հիսուսի խոսքերում չկա որևէ խտրականություն, ուստի անհասկանալի է այս հարցում կաթոլիկների տեսակետը։ Այսինքն մեր եկեղեցին մարմնով եւ արյամբ հաղորդում, հացով եւ գինով հաղորդում։ Ինչու է մեր եկեղեցում պատարագիչ քահանան օրհնում մեկ նշխար։ Հայոց եկեղեցու ավանդության համաձայն Սուրբ Պատարագի ընթացքում օգտագործվում է մեկ նշխար, մինչ մյուսները մեկից ավելի։ Մեր եկեղեցու վարդապետները նշում են, որ Քրիստոս մեկ հաց վերցրեց, օրհնեց եւ տվեց իր աշակերտներին ասելով. «Սա է իմ մարմինը»։ Պողոս առաքյալն էլ ասում է. «Մեկ հաց, մեկ մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ մեկ հացից ենք վայելում»։ Կորինթացիների ուղված իր նամակում։ Հետաքրքրական է, որ անցյալից մեզ հասած սկիհներից շատերը մեծ բերան ունեն։ Հնում պատրաստվել են ավելի մեծ նշխար, որպեսզի այն բավարարեր բոլոր ցանկացողներին։ Մեկ նշխար օգտագործելու ընդդիմախոսները երբեմն նաև հետևյալ պատճառաբանությունն են բերում։ Ինչպես քահանան կարող է մի քանի հոգու մկրտել միաժամանակի նկատի ունեն։ 3 հոգու միասին է մկրտում, ենթադրենք մեկ տանը 3 երեխաներ բերել են մկրտության, առանձին մկրտություններ չի անում։ Մի մկրտությամբ 3-ին էլ մկրտում է։ Նույն ձևով էլ կարող է մի քանի հաց օրհնել։ Ի պատասխան սրան մերոնք էլ նշում են, որ Քրիստոսի կողմից մկրտվելու պատվերը հոգնակի էր, իսկ այս դեպքում եզակի երբեմն մեզանում էլ կիրառվում է մեծ տոներին, տաղավար տոներին, բազմամարդ մեծ եկեղեցիներում, որտեղ շատ մարդիկ են լինում, պատարագի ժամանակ մի քանի նշխար են օրհնում, կարող է 2, 3, 4 կամ ավելի եկեղեցական կանոնով մի նշխար պիտի լինի։ Պատճառաբանությունն է նա, որ մեկ նշխարով շատ մարդկանց չեն կարող հաղորդություն տալ, մեծ սկիհ չունենք, որ այդպես մեծ նշխար հաց տնենք մեջը, դրա համար սկիհները փոքր են լինում, բայց մեծ ցանկության դեպքում կարելի է մի քիչ այդ նշխարը մեծ թխել այնքան, որ տեղավորվի այդ սկիհի մեջ եւ կարելի է շատ փոքրիկ տալ։ Հայոց եկեղեցու անդամը կարող է հաղորդվել այլ եկեղեցիներում, սա կարևոր հարց է։ Այսօր մարդիկ ծրված են աշխարհով մեկ, ոչ ամենտեղ հայկական եկեղեցի կա, որ հայեր կան։ Հիմա այս հարցի պատասխանը մեր եկեղեցու անդամը կարող է հաղորդվել միայն դավանագից եկեղեցիներում, Ղպտի, Ասորի, Եթովպիայի եւ հնդիկ Մալանակարա կամ Մալաբար ուղղափառ եկեղեցիներում, որոնք մեզ նման չեն ընդունում Քաղկեդոնի ժողովը հավատարիմ մնալով առաջին 325 թվականի Նիկեայի, 381 թվականի Կոստանդնապոլսի եւ 431 թվականի Եփեսոսի տիեզերական ժողովների որոշումներին եւ սահմանումներին
Երբ մարդ հաղորդում է որևէ եկեղեցու, նա դրանով շեշտում է նաև իր այս կամ այն եկեղեցու կամ եկեղեցական ընտանիքի պատկանելը։ Մենք կարող ենք հաղորդվել միայն մեր դավանակից եկեղեցիներում, այսինքն Ղպտի, Ասորի, Եթովպական եւ Հնդիկ մալաբար կամ մալականա եկեղեցու։ Բայց այսօր ցավոք սրտի պատահում է դեպքեր, որ մարդիկ օրինակ մի երկրում են գտնվում, երկարատև այնտեղ պիտի գտնվեն, որտեղ մեր եկեղեցին չկա եւ մեր դավանակից եկեղեցիները չկան, կա կաթոլիկ եկեղեցի կամ ուղղափառ եկեղեցի, օրթոդոքս եկեղեցի, եթե ուրիշ ճար չկա եւ շատ երկար պիտի մնան, եթե իրանց էլ այնտեղ տալիս են այդ եկեղեցիներում, հաղորդություն երբեմն ստանում են, խոսելով, հոգևորականից արտոնություն ստանալով։ Որպես կանոն, կաթոլիկները բոլորին տալիս են հաղորդություն։ Ուղղափառները կախված է հոգևորականից։ Եկեղեցական կանոնով մենք իրար հետ չենք հաղորդվում, գիտենք, որ քրիստոնյա մկրտված է եւ գալիս են հաղորդությունից չենք զրկում։ Նույնիսկ ռուսները, որ շատ այդպես խիստ են այդ հարցերի նկատմամբ, իրենց մետրոպոլիտներից մեկը, որը Եվրոպայում էր, Անգլիայի մետրոպոլիտ Անտոնի Սուրեսկին, մի անգամ իր խոսքի մեջ ասում է, եթե մարդը ավան վտանգի տակ համահամերձ հիվանդ է, ասում է, ամեն մեկին էլ հաղորդություն կտամ, եթե գիտեմ, որ մկրտված մարդ է, ոնց կարես մարդուն հաղորդությունից զրկես, վերջին թոշակից զրկես, եթե մարդը մահամերձ վիճակի մեջ հասկիս, գիտես, դու ուղղափառ չես կամ դու չես, այն չես գնա, եւ որտեղից քահանա գտնես այդ պահին, պետք է տալ